Նրան տապանում հյուրընկալել եմ, բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանին, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սահմանադրական դատարանը 6-րդ օրն է քննում է ընդդիմադիր ուժերի դիմումները, ըստ որոնց նրանք դիմել են դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, այսօր կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Առհասարակ փորձենք հասկանալ ինչ կարելի է ակնկալել ՍԴ-ին որոշման մասով, որից հետո կբխեն նաև մնացած հարցերը։ Ինչ կարելի է ակնկալել մի դատարանի վճռից, որի անդամն է օրինակ Սեդա Սաֆարյանը, ում ընտանիքը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր քարոզիչներից մեկը։ Իհարկե ոչինչ չի կարելի ակնկալել, ՍԴ-ից կարելի էր ինչ-որ բան ակնկալել, եթե փողոցում 100,000 մարդ պահանջեր արդար որոշում։ Բայց ցավոք այսօր ունենք այն, ինչ ունենք իդեմս եղյակի ոչ կոմպետենտ ընդդիմություն, ունենք խոցելի ընդդիմություն, որը չի կարող այն ակնհայտ Հայաստանի պատմության մեջ եկեք փաստենք երբեք չի եղել այնպիսի ընտրություն, որ թղթով սխալ լինի։ Ես Տիգրան Մուկուչյանի ցավը տանեմ, բայց ինքը ցանկացած այն ամենաայլանդակ կեղծված ընտրությունը կարողանում էր թղթով ձևակերպել, որ ճիշտ է իշխանությունը հաղթել է։ Այս ընտրությունները նույնիսկ թղթով ճիշտ չեն։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մի կողմից տոտալ վարչական ռեսուրս է կիրառվել իշխանության կողմից, տարբեր ազդեցություններ են եղել, մյուս կողմից իշխանության պնդումներով լայնորեն ընտրակաշառք է բաժանվելու, այս ընտրության արդյունքները ուղղակի չեն կարող լեգիտիմ լինել, սակայն այս ընտրությունները հենց բնույթով իրանց ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումով են տեղի ունեցել։ Բարգավաճ Հայաստանի անցնել չանցնելը կախված է եղել 3 տեղամասի արդյունքներից, այսինքն սա ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն է։ Սա ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի խախտում է, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի չեղյալ է համարել այդտեղ ընտրությունները եւ օրենքով նա պարտավոր էր այդ տեղամասերում նոր վերաքվեարկություն սահմանել ու չի արել դա։ Այսինքն այս ընտրությունները աշկի են ընկնում նաև իրենց փնթի կազմակերպվածությամբ։ Այս իշխանությունը ոնց տապալել է 20 թվականի, 22, 23 թվականների պատերազմների կառավարումը, տապալել է պետության կառավարումը, տապալել է Մալաթիա վարչական շրջանում հյուսիս-հարավ ճանապարհին 270 մետրի կառուցումը, որը 8 տարի կատաստրոֆայի է ենթարկում այդ համայնքը։ Նա տապալել է նույնիսկ ընտրությունների կազմակերպման process-ը իդեմս Վահագն Հովակիմյանի, ով, չգիտեմ, մի ֆարսի է վերածել ընտրական գործընթացները։ Ինչ այլ քայլերի կարող էին դիմել ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերը, եթե ձեզ համար ակնհայտ է, թե ինչպիսին է սահմանադրական դատարանի կազմով, ապա դժվար է պատկերացնել, որ հատկապես շատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները չգիտեին ինչ դատարանի հետ գործ ունեն։ Եվ իրենց դիմումների նպատակը որը կարող է լինել, այսինքն իրենք ինչ են շահում, իրենք չէին հասկանում ուր են դիմում, ինչի համար են դիմում։ Տեսեք, այս ընդդիմությունը աշկի անկնում իր բացարձակ ոչ կոմպետենտությամբ եւ խոցելիությամբ։ Գոնե Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի դասերը, թեև ինքը բարիկադի այն մյուս կողմում ա եղել այդ ժամանակ, պետքա շատ լավ յուրացրած լիներ ու շատ լավ պետքա հիշեր, թե ինչպես 2008 թվականին ինչու տեղի ունեցավ մարտի 1-ը, իսկ մարտի 1-ը տեղի ունեցավ նրա համար, որովհետև ընտրությունների վիճարկման գործընթացը քննվում էր սահմանադրական դատարանում, սահմանադրական դատարանի դատավորները ժողովրդի կողմից տոտալ ճնշման էին ենթարկվում, փողոցի կողմից, հրապարակի կողմից, եւ արդեն նշույլներ կային, որ այդ սահմանադրական դատավարանի դատավորներից մի քանիսը անցնելու էին ժողովրդի կողքը եւ իշխանությունների համար ոչ հաճելի վճիռ պետքա կայացվեր։ Դրա մասին նույնիսկ տվյալներ հրապարակվեցին հետագայում են հայտնի Wikileaks-ի հրապարակումների մեջ, որտեղ մանրամասն ներկայացվում էր, թե սահմանադրական դատարանի այդ ժամանակվա դատավորներից ով էր տատանվում, ով էր փորձում անցնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը։ Իսկ այսօրվա պարագայում առանց փողոցի ճնշման Վարդևանյանի հույսով գնալ ասել բանը, հեսա Վարդևանյանը քամոզի ես կլինեմ վարչապետը, դա ուղղակի ծիծաղելի է։
Իսկ ինչու ընդդիմությունը մարդկանց չի հանում հրապարակ, որովհետև ընդդիմությունը խոցելի է իր բնույթով, որովհետև այս ընդդիմությունը ոնց որ նախորդ 5 տարիներին Հայաստան դաշինքն ու Հանրապետականը ազգային ժողովում բոքսի տանձիկ էին աշխատում, այս ընդդիմությունն էլ է նույն բանն անելու։ Ամեն մեկի վրա տասնյակներով քրեական գործեր կան, ոնց կարան իրանք իշխանությունների դեմ կոշտ պայքար մղեն։ Իհարկե չեն կարող։ Իրանք ունեն ընդդիմադիր աշխատելու դերը, Այսինքն վերցնելու են մանդատները։ Այո, իրանք վերցնելու են մանդատները եւ ինչպես 21 թվականից հետո Հայաստան դաշինքը եւ Հանրապետականը գնացին Նիկոլի մոտ բոքսի տանձիկ աշխատան, Նիկոլը իրանց միջոցով արդարացրեց Արցախի հանձնումը, Հայաստանի տարածքային այդ հատվածների զիջումը, բազմաթիվ զիջումներ Արցախին, նույն ձևով էլ հերթական զիջումները այս մյուս բոքսի տանձիկի միջոցով է ատելություն է գեներացնելու, ասելու այ սրանք են մեղավոր, այս սենց ընդդիմություն ունենալ Ռուսաստանի կողմից ղեկավարվող ընդդիմությունն է մեղավոր ու 5 տարի ցանկացած զիջման պատրաստ լինի ինչա մնա իշխանության։ Սա է մեր ապագա 5 տարվա սցենարը։ Քանի որ որակական փոփոխություն ըստ էության ձեր ասածով չունենք, այսինքն նրանք պատրաստ չի լինելու նոր խորհրդարանը դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք կան եւ լինելու են։ Իհարկե ոչ, հենց մենք այս ամենը կանխազգալով սրանից մոտ 1 տարի առաջ նախաձեռնել ենք հենց բոլորին դեմ եմ շարժումը, որը գալիս էր հենց այս խնդիրը լուծելու, մենք ասում ենք որակական տեսանկյունից այս ընտրությունները ավելի վատն են լինելու, քան նախորդը եւ մեծ հաշվով այդ ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն լինելու։ Եվ դրա համար մենք առաջարկում ենք այդ 100-օրյա օրակարգը, որ 100 օր հետո վարչական ռեսուրսի կիրառման բացառությամբ, այդ ընտրակաշառքի մեխանիզմների բացառությամբ նոր ընտրություններ կազմակերպվեր ու այդ ընտրություններ կազմակերպողը չմասնակցեր այդ ընտրություններին եւ իր միակ գործառույթը լիներ այդ ընտրությունների արդար կազմակերպումը, որպեսզի լեգիտիմ լինեն։ Մեր օրակարգը փաստացի 100%-ով հաստատվում է եւ մեր այսօրվա քաղաքական խնդիրները արդեն պարզից էլ պարզ են, երբ մենք մարդկանց ասում ենք, որ խոցելի ընդդիմությանը ընտրելով մեր քաղաքական խնդիրները չեն լուծվելու, քաղաքականությունը Հայաստանում որակական փոփոխություն չի կրելու, բոլորը ասում էին, այ գիտեք դուք փողել չունեք, մի քանի հոգի երիտասարդ այթիշնիկներով բանով հավաքվել եք իրար գլուխ, այ տեսեք Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր են, այն մեկը պետությունա ղեկավար է, տեսնում ենք նրանց կոմպետենտությունը։ Ինչպես ունենք ոչ կոմպետենտ իշխանություն, նույն կերպ էլ ունենք ոչ կոմպետենտ ընդդիմություն։ Պարոն Ղազարյան, ասում են սահմանադրական դատարան դիմելով ընդդիմադիր ուժերը, հատկապես ուժեղ Հայաստան դաշինք իրենց պլան մինիմումը, իրեն գիտեն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատ նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ չի նշանակի, իրենց պլան մինիմումը այն է, որպեսզի Բարգավաճ Հայաստանին խցկեն խորհրդարան։ Հիմա դուք ասում եք, եթե ուժեղ Հայաստանը վերցնի, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները վերցնեն մանդատները, իրենք Նիկոլի պրոյեկտ են հաստատի։ Հիմա ես ասում եմ այն, որ ուժեղ Հայաստանի անդամները թող վերցնեն, թող ԲՀԿ-ն էլ վերցնի մանդատները, բայց իրանց վրա այնքան քրեական գործեր կա, քանի հատ օրինակ բերեմ, օրինակ ոնց որ Դոգի կուսակցությունը գնաց Երևանի ավականում ընտրեց Տիգրան Ավինյանին, ոնց որ չեմ հիշում, հա, օրինակ Գեգամ Նազարյանը Հայաստան դաշինքից ոնց ամենասկզբունքային մարդկանցից մեկն էր համարվում, ոնց անցավ քաղաքացիական պայմանագրի կողմը, նույն կերպ էլ մեր ձևովի նորալուկ անդամներն են, ում վրա տասնյակներով քրեական գործեր կա, որ քվեարկությունը, որ գաղտնի քվեարկությանը պետք լինի, քվեարկելու են ԿՊ-ի բերած օրինագծերի օգտին։ Ուզում եմ հասկանալ իմաստը որն է Բարգավաճ Հայաստանին խցկելու խորհրդարան, եթե իրենք խորհրդարանում լինեն, համագործակցելու են, աշխատելու են։ Տեսեք, այս ընդդիմությունը խայտարակ ձևի տոտալ պարտություն է կրել։ Այն ինչ իրանք խոստացել են իրանց ընտրողներին, որ հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն էլ չի լինելու, դա տեղի չի ունեցել։ Հիմա այս ուժերը նույնիսկ պլան B, պլան C չեն ունեցել, թե ընտրությունների կեղծվելու դեպքում ինչ են անելու,
թե ընտրությունները ոնց են անցկացվելու, նրանք չեն կանխագուշակել թե իշխանությունը ինչ ռեսուրսներ է իրանց դեմ օգտագործելու, նրանք քարոզչական պատերազմներին ընդհանրապես պատրաստ չեն եղել, լավ հասկանալով, որ Հայաստանը հակառուսականության գագաթնակետին է գտնվում 75% հակառուսականություն կա, ընդդիմությունը գնաց է տեղավորվել է պրոռուսական առանցքում, փորձելով ձայներ ստանալ։ Սա խոսում է նրանց քաղաքական տգիտության մասին, հեռանկար չտեսնելու մասին եւ երբ որ սխալները հերթով գործելով գալիս ես, վերջում էլ փաստի առաջ ես կանգնում, դե այն փաստն էլ հիմա վերցնենք թե չվերցնենք, հա դե վերցնենք էլի, գոնե անձեռնմխելիություն կունենանք, իրանց քաղաքական դատողությունների շրջանակը տեղավորվում է այս փոքրիկ շրջանակում։ Այլ մեկնաբանություններ կա, այլ բացատրություններ կա, ասում են այս մարդիկ չգիտեն իրենց հետագա քայլերը, որովհետև Կրեմլում չգիտեն ինչ պետք է անել, ինչպես վարվել ընտրությունների այս արդյունքների հետ, հետևաբար այս մարդիկ էլ փորձում են ՍԴ դիմելով ժամանակ շահել, մինչև այնտեղից ստանան դավադրապաշտական այդ տեսանկյուններին վաղուց չեմ հավատում եւ քաղաքականության մեջ շատ են դավադրապաշտական երևացող հարցեր, երբեմն շատ ավելի պարզ ու մարդկային պատճառներ են ունենում եւ երբ լսում ես Սամվել Կարապետյանի խոսքերը դատական նիստերին գնալուց հարցազրույցների ժամանակ ուղղակի հասկանում ես, որ այս մարդիկ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեն եւ պատկերացում չունեն, թե ինչպես են կառավարվում տեղի ունենում քաղաքական process-ները, այդ process-ներում ոնց պետք է ներկայանաս, այդ process-ներում ինչ անկյան տակ քեզ պետքա դիտարկեն, այն մարդիկ մտածում են փող ունենք Իսրայելից մի քանի քաղաքական կոնսուլտանտ կբերենք, բարի խորհուրդներ կտան։ Բայց իրենց ինչին էր պետք մտնել այդպիսի պայքարի մեջ, օրինակ Սամվել Կարապետյանը եւ նրա Իրանց Նիկոլ Փաշինյանը մտցրեց այս պայքարի մեջ։ Նիկոլ Փաշինյանը հիանալի կերպով իմանալով, որ իր ընտրվելու միակ հնարավորությունը նա է լինելու, որ պրոռուսական բևեռ ձևավորի եւ այդ բևեռի դեմ խաչակրած պատերազմ վարի եւ ինքը շատ լավ, ինչ-ինչ, բայց Նիկոլ Փաշինյանը այս ընտրական process-ներից եւ PR-ից շատ լավ հասկանում է եւ նա այդ բևեռը ձևավորեց, հենց դրան էին միտված այն երագլուխ հրեշի, պոչի, բանի մասին այդ լիրիկական զեղումները, դա այդ միտում ուներ այդ բևեռի ձևավորմանը, քանի որ միայն այդ քաղաքական դրության պայմաններում էր հնարավոր նրա կողմից հաղթանակ տանելը։ Նրան պետք էր պրոռուսական բևեռի ձևավորում եւ դրան հակադրել իր կողմից ղեկավարվող, այսպես ասած, պրոարևմտյան բևեռը, բայց այստեղ մի հատ մեծ բայց կա, իրականում ոչ մի պրոռուսական ու ոչ մի պրոարևմտյան բևեռ էլ գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը ինչու էին հայտարարում, ասում էին հունիսի 8-ից հետո այ կտեսնենք ռուսների հետ մեր հարաբերությունները ինչ լավ է լինելու, որովհետև մեծ հաշվով իրենք պրոարևմտյան բևեռ չեն եղել երբեք։ Շատ լավ, բայց այս ամենով հանդերձ, պարոն Ղազարյան, ռուսական միջամտությունը կամ չասել, որ եղել է ռուսական Ով է չափել այդ միջամտությունը։ Հիմա ասում են, Ռուսաստանից եկել են քվեարկելու կազմակերպված Երբ վերլուծում ես տվյալները, թե Հայաստանի Հանրապետություն մուտքերը այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունից որքան են եղել, ավելի քիչ են եղել, քան նախորդ տարի այդ ժամանակահատվածում։ Կամ իսկ ով է ասել, որ այդ եթե մարդուն ստիպում են Ռուսաստանից գալ եւ Հայաստանում ընտրել, այդ մարդը գնալու է տեղամաս ընտրի հենց իրենց ուզած մարդուն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում։
տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Չէ, ես դրա մասին չեմ հարցնում, իմ հարցը այլ բանի մասին է։ Օրինակ, պատժամիջոցները տնտեսական, որոնք սահմանվեցին մինչև ընտրությունները եւ դեռ շարունակում են։ Սա քաղաքական ենթատեքստը ոչ ոք չի հերքում եւ ասում են, որ նպատակ կար ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Ինչպես Ռուսաստանի կողմից է ազդեցության փորձ եղել ընտրությունների վրա ազդել, նույն կերպ Արևմուտքից, Ամերիկայից, Եվրոպայից է եղել, դրա համար մի ամբողջ եվրոպական քաղաքական այդ համաժողով կազմակերպեցին Հայաստանում, ինչի մասին է խոսքը։ Երբ դու գնահատական ես տալիս մեր ընտրական process-ի նման միջամտություններին, դու ոչ թե միակողմանի պետք է այդ գնահատականը տաս, այլ բազմակողմանի։ Եվ բազմակողմանի երբ որ նայում ես, տեսնում ես, որ ամեն մեկին ինչ-որ բևեռից աջակցություն է եղել։ Եվ հազվադեպ ուժեր կան, որ չեն տեղավորվել այդ պարադիգմայի մեջ եւ չեն սպասարկել ինչ-որ օտար ինչ-որ պետության շահեր։ Իմ համար մեծ հաշվով ոչ մի տարբերություն չկա։ Այդ իշխանության գալու համար այդ քաղաքական ուժը սպասարկում է Պարսկաստանի, Ամերիկայի, Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի շահերը։ Եթե նա սպասարկում է երրորդ երկրի շահեր, ապա նա չի սպասարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը։ Այստեղ իհարկե տարբերություն կա Արևմուտքի եւ Ռուսաստանի այսպես կոչված միջամտության մասին, որովհետեւ այնտեղ ընդհանրապես այնտեղից մենք լսել ենք ընդհանրապես հայտարարություններ։ Եթե 22 թվականին նույն այդ Արևմուտքը Գրենադայում Նիկոլ Փաշինյանին փաստաթուղթ են ստորագրել տալիս, որ խաղաղություն պետք է լինի, որով ճանաչում էր Արցախը Ադրբեջանի կազմի մեջ, դրանից հետո ամբողջ աշխարհով on-line հետևում ենք ցեղասպանության։ Ինչ տարբերություն։ Իմ համար ոչ մի տարբերություն չկա։ Ամեն մեկը, ամեն արտաքին պետություն ունի իր շահը, թե Ռուսաստանը, թե Եվրոպան, թե Ամերիկան, թե Պարսկաստանը։ Մեր խնդիրն է մեր այնպիսի իշխանության ձևավորում։ Նրանք ներկայություն չունեին այնտեղ, եթե այդ պրիզմայից եք անդրադառնում հարցին, ապա թող Ռուսաստանը իր խաղապահներով ֆիզիկապես գտնվելով այնտեղ թույլ չտար այդ ամենը, պարոն։ Եթե նրանք ներկայություն չունեին այնտեղ, այդ դեպքում ինչի հաշվին էին, ում հաշվին էին նման փաստաթուղթ ստորագրել տալիս, որով Հայաստանը ճանաչում էր Արցախը Ադրբեջանի կազմի մեջ։ Դուք ասում եք ընդամենը այդ հայտարարությունը եղավ պատճառ այն ամենի ինչի։ Սա զուտ այն փաստի ֆիքսումներ, որ ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ ցանկացած երրորդ ուրիշ պետություն մեր շահերը չի պաշտպանելու, եթե մեր իշխանությունը մեր շահերը չի սպասարկում։
Շատ լավ։ Հիմա այս տեսքով, որ ունենք նոր խորհրդարան, ինչպես է վարվելու սահմանադրական փոփոխությունների հետ։ Կարծես թե ամենահրատապ կարգով առաջնային մարտահրավերը, որը մենք տեսնելու ենք, սա է լինելու։ Նախ նշեմ, որ ցանկացած ընտրություն միտված է լինում երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու, հարթելուն։ Այս ընտրությունները փաստացի ոչ թե լուծեցին մեր հասարակության մեջ առկա քաղաքական խնդիրները, այլ ավելի վատ ուղղությամբ տարան եւ թե բևեռացումը, թե ատելության մթնոլորտը շատ ավելի բազմապատկվեց եւ այս ընտրությունները ճգնաժամը չլուծեցին։ Ուստի Հայաստանում սպասվում է արտաընտրական պրոցեսներ, քանի որ այսպես երկար շարունակվել չի կարող եւ զսպանակը ձգվում է եւ մի օր բացվում է։ Նույնը տեղի ունենում նաեւ եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է այս ձևով կարող է մնալ իշխանության, չարաչար սխալվում է։ Նույն բանը տեղի ունենում Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ այդ զսպանակը ձգվում էր եւ տեղի ունեցավ 18 թվականի հեղափոխությունը։ Երբ դու երկրում փոփոխություններ կատարելը սահմանափակում ես ընտրական process-ով թույլ չես տալիս տեղի ունենա, դա միշտ բերում է այլ մեթոդների, այլ եղանակների միջոցով այդ փոփոխությունների իրականացմանը։ Հիմա անցնենք սահմանադրականին։ Սահմանադրականը շատ հնարավոր է, որ լինի այդ հանգրվաններից մեկը, քանի որ սահմանադրական բարեփոխումների դեպքում մանիպուլյացիոն դաշտը շատ ավելի փոքր է լինելու, քան այսպես ասած այդ պրոռուսական բևեռի մեջ 3 անգրագետ ուժերին տեղավորելը։ Եվ այստեղ մեծ ռիսկեր են լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, եւ դրա համար էլ նրանք հիմա փորձում են այդ սահմանադրությունը անցկացնելու համար նոր օրենսդրական բազա ստեղծել, որ ավելի հեշտ լինի, փորձում են ընտրողների թիվը կրճատել, որովհետեւ սահմանադրության մեջ պահանջ կա, որ այդ սահմանադրությանը 1/4-ը պետք է կողմ քվեարկի ընդհանուր ընտրողների թվի, եւ այն հերթական մանիպուլյացիաները, թե իբր դրսի պետություններից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չգան որոշեն մեր ճակատագիրը, շատ հստակ միտում ունի, դա միտված է ցուցակներում ներգրաված մարդկանց թվի նվազեցմանը, որպեսզի նրանք կարողանան այդ մեր քարով ձայները, մոտ 600,000 ձայնը ապահովեն սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Սակայն այս ոչ լեգիտիմ քայլերը մի օր բունտի է բերելու, պայթյունի է բերելու, թե դա երբ կլինի, ոնց կլինի, դժվար է կանխատեսելը, բայց ես գրեթե վստահ եմ, որ մենք հերթական 5 տարի հետո հերթական պարլամենտական ընտրություն չենք ունենալու եւ մեր մոտ արտահերթ ընտրություններ են լինելու եւ արտահերթ պրոցեսներ են լինելու։ Պարոն Ղազարյան, լավ, քանի որ անդրադարձակ այդ դրսից եկած քաղաքացիներին եւ նրանց ընտրելու իրավունքին, ձեր տեսանկյունից նորմալ է, երբ նրանք միայն ընտրությունների մասով են պատրաստ իրենց աշխատանքը այդ պահին թողնել եւ գալ այստեղ քվեարկության մասնակցել, այն դեպքում, երբ որ գիտենք մենք վարժական հավաքներ են կազմակերպվում, իսկ այդ վարժական հավաքների ժամանակ նրանք երկրում չեն։ Եվ չգիտեմ, կան տվյալներ, որ նրանք հատուկ վարժական հավաքների համար եկել եւ գնացել են մասնակցել։ Իսկ ինչքանով է նորմալ, երբ այդ քաղաքացիներից փող ես վերցնում Հայաստանում Լինսի հիմնադրամի գործունեությունը ծավալելու համար, տարբեր Հայաստան հիմնադրամին այդ մարդիկ փող են տալիս, իսկ ինչքանով է նորմալ, երբ պատերազմի ժամանակ այդ Ռուսաստանում ապրող խոպանչիները կամ Լիբանանում ապրող կամ տարբեր տեղեր ապրող հայորդիները գալիս են ու եթում են ռազմաճակատ։ Մեր ջոկատում 2 տասնյակից ավելի սփյուռքահայ կար։ 4 հոգի մեր ընկերներից տղաներ կային, ով որ Ռուսաստանում այդ պայն աշխատում էին, տարիներով աշխատում էին։ Մեր տղաներից նույնիսկ մեկը Արմենը Հայաստանում չէր ծնվել, իր Հայաստան գալու պատմությունը սկսվում էր պատերազմների ժամանակ գալ եւ կամավոր ռազմաճակատ գնալով։ Իսկ այդ մարդիկ իրավունք չունեն որոշելու, եթե այդ մարդիկ գալիս են իրենց կյանքն էլ չեն խնայում իրենց հայրենիքի համար, ամեն ինչ անում են պատրաստ, ուրեմն բայց քանի որ չեն ապրում, պետքա ձայնի իրավունքից զրկված լինեն։ Հիմա ո՞նց է որոշելու այս պարադիգման։ Այն մարդը, ով ստեղ է ապրում,
խուսափում է բանակի ծառայությունից պատերազմի ժամանակ էլ մոր փեշի տակից դուրս չի գալիս, իսկ այն տղան, որ ճակատագրի բերումով ծնվել է արտերկրում կամ վատ սոցիալական տնտեսական պայմանների պատճառով անդադ մեկնում է արտերկիր աշխատելու, բայց հարկ եղած դեպքում գալիս հայրենիքի հանդեպ իր պարտքը տալիս է այն իրավունք։ Դրանց մասին չէր խոսքը, ես նկատի ունեմ, չստացվի, որ ես քննադատում եմ կամ ինչ-որ բան, ես նկատի ունեմ նաև այն մարդկանց, ովքեր ընտրության ժամանակ պատրաստ են գալ, բայց օրինակ վարժական հավաքներին կամ պատերազմի ժամանակ պատրաստ չեն գալ։ Բարոյական դաշտում են գտնվում, քան օրենքի դաշտում։ Իսկ երբ դու բարոյական դաշտում փորձում ես այս հարցերին անդրադառնաս, դու պետքա չափելի սարքես այս հարցերը, բայց այս հարցերը ոչ մի կերպ հնարավոր չի չափել։ Ուստի նման գնահատական տալը դա շարքային քաղաքական մանիպուլյացիաների դաշտում է գտնվում։ Շատ լավ, ամփոփենք մեր հարցազրույցը, պարոն Ղազարյան, ամեն դեպքում Ռուսաստանի կողմից մենք ունենք կոնկրետ գործողություններ։ Ես արդեն նշեցի տնտեսական պատժամիջոցների տեսքով։ Դաշնակից լինելով հանդերձ, այդ երկիրը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում եւ մյուս կողմից մենք ունենք Եվրոպա, ունենք Արևմուտք, որոնք հրատապ կարգով որոշեցին օգնել Հայաստանին։ Մենք մեր հանդեպ արդար լինենք, բնավ Ռուսաստանին չեմ պաշտպանում եւ ես էլ բնավ քննադատելու միտումով չեմ տալիս հարցը։ Քաղաքական դաշտումով ինձ ճանաչում է, ինձ ավելի շատ ճանաչում են որպես հակառուսական տրամադրություններ ունեցող մարդու, բայց մեր հետ արդար լինենք, Հայաստանի այն տնտեսական իրավիճակը, որում գտնվում է հիմա Հայաստանը, ինչի շնորհիվ է։ Մեծ հաշվով դա ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ է, երբ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ռուսական փողերի համար այդ արգելքների շրջանցման հիմնական կապուղիներից մեկը, երբ ապրանքները այդ պարալելնի իմպորտ կոչվածը Հայաստանի միջոցով գալիս, գնում է Ռուսաստան եւ Հայաստանը միլիարդավոր դոլարներ է ստանում դրանից։ Երբ Հայաստանի տնտեսության մեջ 1000 հարկատուների ցուցակում առաջի տասնյակում առաջի 3-ից 4 հորիզոնականները դառնում են Հայաստան էլեկտրոնիկայի ներմուծողներ, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ էլեկտրոնիկան բերվում է Հայաստան, այնուհետև վերարտանվում է Ռուսաստան։ Բոլորի համար էլ պարզ է, որ այդ տնտեսական ահռելի եկամուտներ է Հայաստանը ստանում դրանից։ Հիմա երբ հարցը գալիս է քաղաքական պրագմատիզմին, պետության ղեկավարը այս պարագայում քաղաքական պրագմատիզմը թողած իր անձնական իշխանության մնալու նպատակահարմարությունից է շարժվում, այսինքն այն հսկայական կապիտալը, որ Հայաստանը այս 4 տարիների ընթացքում պետքա կուտակեր եւ տնտեսությունը վերափոխեր, փաստացի այս իշխանությունը օգտագործել է միմիայն սեփական գրպանները լցնելու, միլիարդավոր դրամների պարգևավճարներ ստանալու եւ իր վերընտրությունը այդ PR ակցիան շատ սիրուն ձևով կազմակերպելու համար, իսկ տնտեսությունը ընդհանրապես չի դիվերսիֆիկացվել։ Հիմա էլ այն մարդիկ ասում են մեր հաշվին, որ այտենց լավ ապրում եք այս 4 տարի է, միլիարդներ է գալիս ձեր երկիր, մեր դուրն էլ էսի չի գալիս։ Հիմա ամբողջ խնդիրը այս տիրույթում է։ Այն մարդկանց դուրը չի գալիս, իրենք դուրս կթողնեն Հայաստանի, թե Հայաստանը ինչպես տեսնում եք չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, եթե կոնկրետ ԵԱՏՄ-ի մասին է խոսքը։ Իրենք էլ սպառնում են, իրենք դուրս կթողնեն։ Եթե տնտեսագետի այդ հարցը տակ, Հայաստանը այս պահին ԵԱՏՄ-ից ելնել ուղղակի հիմարություն է, որովհետև ահռելի եկամուտներ է ստանում չեղած տեղից, ոչ մի ներուժ չգեներացվելով Հայաստանում միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան։ Եթե խելացի պետություն ու ղեկավարություն լիներ, պետք է դիվերսիֆիկացվեր տնտեսությունը, նոր գիտատար ճյուղերը զարգացվեր, որպեսզի Հայաստանը այնպեսի արտադրանք կարողանար տալ աշխարհին, որ կախված չլիներ ինչ-որ շուկայից, այլ բազմաթիվ շուկաներ այդ արտադրանքը մրցունակ լիներ։ Բայց հիմա մենք մեր տնային աշխատանքը չենք կատարել, ընդհանրապես այդ փողերը այստեղ այնտեղ վատնվել են, ու հիմա էլ նեղանում ենք, ասում ենք, այ այդ փողերի բանը աղբյուրը փորձում են փակել մեր վրա։ Շատ լավ, բոլորին դեմ եմ ձեր ընկերները, գործընկերները, ինչ եք անելու առաջիկա 5 տարում, նստելու ենք, հետևենք խորհրդարանին, որը որակապես չի փոխվել։ Բոլորին դեմը, ինչպես խոստացել էր, ինքնալուծարվելու է, քանի որ մենք
մեր ծրագիրը հենց սկզբից կազմելով մաքսիմալ անկեղծ ենք եղել ընտրողների հետ, մաքսիմալ թափանցիկ ենք եղել, երբեմն շատ տեղերում դա մեզ խանգարել է, երբեմն այնպիսի մարդիկ են հայտնվել մեր շարքերում, որ մարդիկ ուղղակի զարմացել են ոնց կարար հայտնվել, ուղղակի չհասկանալով, որ մենք լիովին բաց ու թափանցիկ ենք գործել ու այդ սկզբունքը շարունակելով մենք ինչպես խոստացել ենք ինքնալուծարվելու ենք։ Ինքնալուծարվելուց հետո մեր բոլորին դեմի այն անդամները, ովքեր թրծվել են ճանապարհ են անցել այս process-ում իրար հետ, կհավաքվեն եւ եթե հնարավոր եղավ նոր քաղաքական օրակարգի ձևավորումը, որը միտված է լինելու Հայաստանը այս քաղաքական ճգնաժամից դուրս բերելու եւ նոր քաղաքական միտք առաջարկելուն, մենք դա կանենք եւ նոր քաղաքական առաջարկով հանդես կգանք։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Ես շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։